Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, պատճառը Հայաստանի սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված նրա կողմից հնչեցված հրապարակային կոչն է։ Կարապետյանը ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ ՍՀՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում Տաշիր պիցցային պատկանող 30 հանրային սննդի կետերում։ Կասեցվել է Իսահակյան 22, Տերյան 69, Մաշտոցի 50 մասնաճյուղերի գործունեությունը, քանի որ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։ Հայաստանի խորհրդանում արդեն օրենքի նախագիծ կա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու մասին, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, Կարապետյանի վերջին հայտարարությունները պարզապես հետևանք էին իր հանձնարարականների։ Վարչապետի ճեպազրույցը։ Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյա նիստի աշխատանքը, քննարկվել են 24 թվականի պետական բյուջեի կատարողականը եւ տնտեսական ցուցանիշները։ Նիստի ընթացքում իշխանություն ընդդիմություն բանավեճ է եղել։ Իսրայելը հարվածել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակին, նաև Թեհրանում գտնվող ռազմական թիրախներին։ Իսրայել-Իրան հակամարտության առնչվող վերջին զարգացումները։ Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետք է ազգայնացվի, իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Փաշինյանը, դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարարականն հետի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նշել է վարչապետը։ Հետը պատկանում է Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությունների խմբին։ Նախորդային ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Կարապետյանի առանձնատանը, իսկ նրան տեղափոխել քննչական կոմիտե։ Քիչ առաջ կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն Հայաստանի սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։ Կարապետյանը ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Միջնորդությունը ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ասված է հաղորդագրության մեջ։ ՍՀՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում Տաշիր պիցցային պատկանող 30 հանրային սննդի կետերում։ Կասեցվել է Իսահակյան 22, Տերյան 69, Մաշտոցի 50 մասնաճյուղերի գործունեությունը, քանի որ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։ Մասնավորապես առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել ախտահանվող մակերես։ Իդեպ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովն էլ 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը արձանագրված տեխնիկական եւ առևտրային խախտումների համար։ Հայաստանի խորհրդանում արդեն օրենքի նախագիծ կա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Խորհրդանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Փաշինյանը։ Ըստ նրա, Կարապետյանի վերջին հայտարարությունները պարզապես հետևանքն էին իր հանձնարարականների։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին աշխատանքից ազատելու որոշմանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ որոշումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների, նաև հոգևորականներին առնչվող գրառումների հետ, Փաշինյանն ասել է, որ իր վարչապետության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եղել եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից։ Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ ես 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Փաշինյանն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի հետ կապված վերջին իրադարձություններին։ Նա նշել է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքին մասնակցելու, բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող։ Փաշինյանը վստահեցրել է, որ ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկի ցանկացած նման դեպքում։ Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող։
եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպք։ Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատական։ Ըստ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ էլ շատերն իրենց մեղադրում են հստակ քայլերի չգնալու համար, իսկ հակառակ կողմը ժողովրդավարությունը շփոթում է թուլության հետ։ Խոսելով Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատանքի մասին, վարչապետը ներկայացրեց այն պետականացնելու իր որոշման պատճառները։ Ըստ նրա Հայաստանում ստեղծված էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, որ արվել եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Հեծը պետականացնելու նախագիծն արդեն գոյություն ունի։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը դրանում է հունիսի 21-ին, եւ ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման, որտեղ կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեցին հստակ ուղերձ տվել էին։ Գործադիրի ղեկավարն ասաց, որ իր մարզային այցերի ընթացքում բնակիչները մշտապես դժգոհում են հեծի աշխատանքից։ Ինքն էլ է մարզերում պարբերաբար այդ խախտումները նկատելն, ինչն իհարկե անհանդուրժելի է։ Ի վերջո, ըստ Փաշինյանի, եկեղեցին տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի համար ընդհանրապես ծխած ածկույթ է։ Այս համատեքստում վարչապետը վստահեցրեց, ինքը եկեղեցուն պատերազմ չի հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, որոնք իրենք են խախտել հայ առաքելական եկեղեցու կարգը, կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները։ Իր խնդիրն է եկեղեցին վերադարձնել հոգևոր արժեքներին։ Ահա այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին, եւ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ Անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերություններին, վարչապետը խոսեց հարևան-Թուրքիա աշխատանքային այցի մասին։ Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն, ես կարող եմ ասել, որ իրոք այո, այցը նախատեսված է եւ այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար համատեղության իմաստով հայտարարությունների, այս պայն ընդհանրապես ասեմ, այն ինչ որ արդեն հայտնի է։ Անդրադառնալով այն մտահոգություններին, որ Իրան-Իսրայել պատերազմի համատեքստում վտանգ կա Սյունիքի ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարբերաբար հրավիրվում է անվտանգության խորհրդի նիստ։ Բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել են, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Հայաստանի շուրջ սպառնալիքներ միշտ էլ եղել են, բայց հիմա Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել։ Հիմա Հայաստանն այդ սպառնալիքները կառավարելու ավելի մեծ հնարավորություններ ունի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովը այսօր շարունակել է քառօրյա նիստի աշխատանքը, քննարկվել են 24 թվականի պետական բյուջեի կատարողականը եւ տնտեսական ցուցանիշները։ Նիստի ընթացքում իշխանություն ընդդիմություն բանավեճ է եղել, առանցքում կրկին հայ առաքելական եկեղեցու եւ պետական ինստիտուտների միջև հարաբերություններին առնչվող զարգացումներն էին։
Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքը։ Հաշվեկննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով բյուջեի կատարման հաշվեկննության եզրակացությունը հայտնել է, որ հաշվեկննիչ պալատը դրական եզրակացություն է տվել 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ։ Նրա խոսքով հաշվեկննության արդյունքում արձանագրվել են 83 անհամապատասխանություն եւ 6 խեղաթյուրում, սակայն դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընդհանուր եզրակացության վրա։ Քանի որ հանրագումարով կազմել են հաշվեկնության ենթարկված ծախսերի 0.11% կամ բացարձակ մեծությամբ 3.1 միլիարդ դրամ, ինչը զգալիորեն ցածր է էականության շեմից։ Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա հաշվեկնիչ պալատը 48 առաջարկություն է ներկայացրել հաշվեկնության ենթարկված մարմիններին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նիստում ներկայացրել է 2024 թվականի տնտեսական ցուցանիշները։ Նրա խոսքով Հայաստանը տարին եզրափակել է շոշափելի արդյունքներով, արձանագրվել է 5.9% ՀՆԱ-ի աճ, ինչը ընթացիկ գներով կազմել է ավելի քան 700 միլիարդ դրամ նախորդ տարվա համեմատ։ Իսկ 25-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 5.2% տնտեսական աճ, շարունակելով հաստատուն վերելքը։ Վերջին տարիներին մեր տնտեսությունն անցել է զարգացման նոր փուլ, ձեռք բերելով որակական նոր բովանդակություն, կառուցվածքային խորքային փոփոխությունների եւ սիներգիայի էֆեկտ ապահովող համալիր տնտեսական քաղաքականության շնորհիվ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բյուջեի կատարման քննարկման ժամանակ հանդես եկավ խիստ քննադատական ելույթով, իշխանություններին մեղադրելով ազգային ինստիտուտների, հատկապես հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակում կազմակերպելու համար։ Նրա խոսքով այսօր Հայաստանում տեղի է ունենում հոգևոր, ինստիտուցիոնալ եւ մշակութային տարալուծում քաղաքական նպատակահարմարության անվան տակ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ներքին պատերազմ են հայտարարել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ հայ ժողովրդին։ Այո, սեփական ժողովրդին, որովհետեւ եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է։ Եթե այս դահլիճում կա մեկը, ով սա չի գիտակցում, շատ վատ է։ Բայց ողբերգականն էլ հենց այնն է, որ մեր հավաքական ինքնությանն ու խորքային հիմքերին հասցվող հարվածները ծրագրային են եւ թիրախավորված։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը եւս հանդես եկավ ելույթով, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու դերին ազգային ինքնության պահպանման գործում եւ վերջին շրջանում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։ Կարապետյանը շեշտել է, որ եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության հիմնասյուն, սակայն այսօր այն դեռևս չի կիսում պետության գաղափարը։ Գիտեք, մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ ամբիոնում ընթերցել է «Հայր մեր աղոթքի» մի հատվածը եւ խաչակնքվել կոչ անելով դադարեցնել արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նրան արձագանքել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Դաշինքից առնվազն մեկը գիտի հայր մերը, մի մասը առնվազն գիտի, մի բան արեք։ Դե լրիվ չասեց, որտեղ լրիվ չեն սովորել։ Ես առաջարկում եմ հաջորդ անգամ ամբողջը ասել Տիկին Կյուրեղյան։ Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել էր նաև, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանության հաղթաթուղթն է, ինչին արձագանքել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։ Ես ցավում եմ Տիկին Կյուրեղյան, եթե լսում եք ինձ, որ խաղաղության պայմանագիրը ձեր ընկալումներում կամ ձեր տպավորությամբ դա մասնավոր ձեռքբերում է, որևէ մասնավոր շահ է, խաղաղության պայմանագրի օր առաջ ստորագրումը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հաղթաթուղթն է, խնդրում եմ սա արձանագրել եւ ֆիքսել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւս անդրադարձավ վերջին զարգացումներին, նշելով, թե իբրև Հայաստանում հաստատվել է բռնապետական վարչակարգի բոլոր հատկանիշներով հագեցած իրականություն, որտեղ ժողովրդավարության մասին խոսքը սոսկ շղարշ է։ Մինասյանի ելույթին էլ արձագանքել է ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Սա մի իշխանություն է, որը լիակատար բռնատիրության իր հաստատման ճանապարհին մերժում է ամեն ինչ։ Հայոց պատմությունից սկսած ավարտված տարրական արժեքային համակարգեր։ Սա մի իշխանություն է, որը կարող է ամբիոնից հրապարակային ստել, կեղծել եւ մեղադրել
հայ մարդուն, որ պաշտպանում է ազգային արժեքները։ Քավլիցի, ես կողմ եմ, եկեք միավորվենք ազգային արժեքների շուրջ։ Իմ իմացած ազգային արժեքները հետևյալն են. Հայաստանի Հանրապետությունը սրբություն է, անառարկելի սրբություն է, սակարկման ենթակա չի, Հայաստանի անկախությունը սակարկման ենթակա չի։ Կեղծիքը ազգային արժեք չի։ Եթե օրինակ նախագահ ունի մեր երկիրը կամ վարչապետ ունի, իրանք պետք է ընտրված լինեն լեգիտիմ արդար ընտրությունների միջոցով։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանը համաձայնեք կեղծիքի չի դիմել։ Եթե մեր եկեղեցին մեզ համար սրբություն է, այն պետք է ղեկավարի մարդ, որը իր տրված ուխտը պահել է։ Պատգամավոր Գեգամ Նազարյանն էլ զգուշացրել է պետություն-եկեղեցի հարաբերությունները շահարկելու վտանգի մասին։ Նա ընդգծել է, որ հասարակության մեջ արհեստական լարվածություն է ստեղծվում, իբրև իշխանությունը հարձակում է գործում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նազարյանը հորդորել է խուսափել կեղծորակարգից, քանի որ նման պնդումներով միայն խթանում են իրական վտանգներ, արտաքին դերակատարների միջամտության հնարավորություն տալով։ Նրա խոսքով եկեղեցու շուրջ գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն ներսում, առանց պետականությանն ու հավատքի կառույցներին վնասելու։ Ավելի պարզ ասած, ոմանք ձեռքերը շփելով ասում են հրաշալի վիճակ, եկեք այս բանավեճի մեջ մտնելով տապալենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոմանք էլ ասում են ինչ հրաշալի վիճակ, եկեք ոչնչացնենք, վերջնականապես հեղինակազրկենք հայ առաքելական եկեղեցին։ Միանգամից ասեմ, որ այս երկու խմբակներն էլ դաժան պարտություն են կրելու։ Հայ առաքելական եկեղեցուն անհնար է հաղթել։ Դրանում համոզվել են շատ ու շատ տերություններ, եւ հայ առաքելական եկեղեցին օգտագործելով էլ Հայաստանում հեղաշրջում չեք կարող անել, քանի որ հենց եկեղեցին թույլ չի տա։ Եկեղեցի 1 կամ 2 եկեղեցական պաշտոնյաները չեն։ Եկեղեցին մենք բոլորս ենք մեր Տեր Հիսուսի առաջնորդությամբ եւ մեր նվիրական հոգեվորականների ծառայությամբ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նկատել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած ձևավորվել է Սրբազան դաշինք ամենայն հայոց կաթողիկոսի ու նախկին օլիգարխիկ իշխանությունների միջև, որը շարունակվել է նաև 2008 թվականի մարտիրոսյան իրադարձություններից հետո։ Ըստ Կոնջորյանի նույն ուժերը հիմա էլ փորձում են տապալել ժողովրդի ու լեգիտիմ իշխանության միջև ձևավորված դաշինքը։ Եվ այդ դաշինքը շատ հանգիստ եւ ծաղկուն կերպով գոյություն ունեցավ։ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարվեց 10 մարդ։ Եվ նորից Կտրիչ Ներսիսյանի եւ օլիգարխիայի քաղաքական եւ տնտեսական դաշինքը մազաչափ անգամ չերերաց։ Եվ Կտրիչ Ներսիսյանը հայ ժողովրդին որևէ կերպ չմխիթարեց ահաբեկչության հերթական ակտից հետո։ Կոնջորյանն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ հերքել այն լուրերը, թե այդ ամենը արվում է նրա համար, որ գործարարը աջակցել է եկեղեցուն։ Ըստ Կոնջորյանի հեծի վատ աշխատանքի մասին կառավարությունը բազմիցս է խոսել, իսկ նախկին ղեկավարները Սամվել Կարապետյանին դարձրել են մարտագլխիկ, որի շուրջ համախմբել են նախկին օլիգարխներ, թալանչիներ եւ սրբազան հռետորաբանության ներքո փորձի արվում խոցել պետությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողով կառավարությունն հարցու պատասխանի առանցքում ևս Հայաստանի իշխանություն հայ առաքելական եկեղեցի հարաբերություններն ու գործարար Կարապետյանի հետ կապված վերջին զարգացումներն էին։ Անդրադարձ է կատարվել նաև Իրան-Իսրայել հակամարտության եւ դրա հետևանքով առաջացած խնդիրներին։ Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցու պատասխանի մեկնարկին հայոց համաբարբար կանոնագիրքը ձեռքին վարչապետ Փաշինյանը կրկին բացատրում էր, այն ինչ գրում է, ոչ թե հնարում է, այլ մեջբերում կանոնագրքից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարցրեց. ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի ծավալել այն գործունեությունը, որը վերջին տարիներին ծավալում է, պատասխանեց վարչապետ Փաշինյանը։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2021 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2022 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2023 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2024 թվականին։ Այդ հարցերի մասին ես խոսել եմ։ Չեմ խոսել։ Ինչու եմ հիմա խոսում։ Որովհետև հիմա ես առերեսված եմ փաստի հետ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ այո, նաեւ որպես վարչապետ, որովհետեւ չեմ կարող կիսել այդ երկու իմ բնությունները, առերեսվել եմ փաստի հետ,
որ մեր սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Հաջորդ բուրըն քննարկման արժանացած թեման ևս հարց ու պատասխանի օրակարգում էր։ Պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարեց, որ հեծի եւ ոչ միայն հեծի աշխատակիցներին ստիպում են մասնակցել գործարար Սամվել Կարապետյանի աջակցության ցույցին։ Եթե տահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին եւ իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ։ Երկրորդը Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ տեսեք ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակներին էլ զգուշացնում էի եւ ասում էի, որ շուտով կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունենալու է փայաբաժին եւ բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկանց տանում էին ստիպողաբար ցույցերի, բոլորը ազատվելու են աշխատանքից։ Դա ես ասել եմ 2021 թվականի օգոստոսին եւ հունիսին եւ սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ ազատված էին աշխատանքից, նրանցից շատերը աղերսագրերով եւ մեղայագրերով հիմա գալիս են կառավարություն, ասում են մեզ խնդրում ենք հետ ընդունեք, սխալվել ենք եւ այլն եւ այլն։ Ես հիմա ասում եմ հետեւյալը. հեծի են աշխատողները, Հեսա շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն։ Հեծի այն աշխատողները, որոնք հիմա կֆիքսենք մենք, ովքեր այդ գործողությունը անում են եւ մարդկանց տիպողաբար ցույց են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն վայ, բա գիտեք եւ այլն, բոլորը ազատվելու են աշխատանքի։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ տղեկի նման, էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկը ոչ մեկին ներում չի լինելու, ոչ մեկին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ դիմել է Ռուսաստանի իր գործընկերոջը 3 ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ղեկավարության հասցեին հնչած վիրավորանքների առնչությամբ։ Ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահարչակ այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ, անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաեւ ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում եւ խորհրդարանի պատգամավորների, այդ թվում եւ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։ Հարևան բարեկամ Իրանում կատարվողին ևս անդրադարձան։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց Հայաստանը արդյոք պատրաստ է փախստականների հոսքին, որ կարող է առաջանալ Իսրայել-Իրան հակամարտության երկարաձգման դեպքում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց, որ հարցը ուշադրության կենտրոնում եւ մշտական մոնիտորինգի ներքո է։ Իսկ մեր հայրենակիցներին աջակցելու մասին խոսեց արտգործնախարարը։ Միրզոյանը հավաստեց, Հայաստանն այս օրերին փորձում է աջակցել ոչ միայն Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կամ իրանահայերին, այլև տարբեր երկրների քաղաքացիներին տարհանման ապաստան տրամադրելու հետ կապված։ Այդա Կիրակոսյան, Free News Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, Իսրայելը հարվածել է Իրանի Կարմիր մայրիկի ընկերության գլխավոր գրասենյակին, նաև հարվածներ է հասցնում Թեհրանում գտնվող ռազմական թիրախներին, իսկ ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ իսրայելական ուժերը հարվածել են Իրանի Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին, որոնք լրջորեն վնասվել են, իսկ Ֆորդոն դեռևս չի տուժել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ Թել Ավիվի մի մասի բնակիչներին զգուշացրել է տարհանվելու անհրաժեշտության մասին։ Դրանից կարճ ժամանակ առաջ իսրայելական բանակը սոցիալական ցանցերի միջոցով Իրանի բնակիչների
երկրների համար էր նմանատիպ նախազգուշացում տարածել։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը այսօր հայտարարել է, որ երեկ կրկին խոսել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ եւ կոչարել նախ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, ապա առաջարկել նրան միջնորդ դառնալ Իսրայելի եւ Իրանի հակամարտությունում։ Թեմայի առնչությամբ մյուս լուրերը տեսաշարով։ Իրանի օդուժի Իսրայելի վրա գիշերային հարձակման ընթացքում ապահովել է իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողություն, հաղորդում է Իրնագործակալությունը, հղումանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։ Հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիարժեք վերահսկողություն ենք ստացել Իսրայելի երկնքի նկատմամբ եւ որ վերջինիս բնակիչները բացարձական պաշտպան են իրանական հրթիռային հարձակումներից, ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս գերակայությանը հնարավոր է եղել հասնել Պաթեհ հրթիռների կիրառման շնորհիվ։ Իրանը հրթիռներ է արձակել Թել Ավիվում, Հայֆայում, Երուսաղեմում եւ Վերին Գալիլեայում տեղակայված թիրախների ուղղությամբ։ Իսրայելական զինվորականների նախնական գնահատականներով արձակվել է առնվազն 15 հրթիռ։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով հրթիռներ են ընկել կենտրոնական Իսրայելի մի քանի վայրերում գիշերն Իրանի կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման հետևանքով տուժած 94 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Նախարարությունը նշել է, որ գիշերը հրթիռային հարվածների պատճառով վիրավորների տարհանման անհրաժեշտություն չի եղել։ Բժշկական օգնություն է ցուցաբերվել վիրավորներին պաշտպանված տարածքներ տեղափոխելու ճանապարհին, նաև հոգեբանական օգնության կարիք ունեցողներին։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ իրենց ավելի քան 50 կործանիչներ հարվածել են Թեհրանում գտնվող թիրախներին, այդ թվում ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող գործարանին։ Բացի այդ, իսրայելական բանակը հարձակվել է մի քանի զենքի արտադրության օբյեկտների վրա, այդ թվում մի օբյեկտի վրա, որը հումք է արտադրում երկիր-երկիր եւ երկիր-օդ դասի հրթիռների հավաքման համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելն անտեսում է բոլոր միջազգայինորեն ընդունված կանոնակարգերը, զգուշացնելով, որ տարածաշրջանը կարող է երբեք կայուն խաղաղություն եւ անվտանգություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի։ Նախորդին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Փեզեշքյանն ասել է, որ սկզբից ինքը ձգտել է միասնության եւ համերաշխության, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանյան երկրների հետ գործակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը լիակատար ռազմական գերազանցության է հասել Իրանի նկատմամբ օդային տարածքում։ Մենք այժմ լիակատար վերահսկողություն ունենք Իրանի օդային տարածքի նկատմամբ, գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը մանրամասներ չի հայտնել։ Ամերիկայի առաջնորդը նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունն ունի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Նա վստահություն է հայտնել, որ այն չի կարող համեմատվել Միացյալ Նահանգների արտադրված զենքի հետ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը։ Զրույցի ընթացքում Արաղչին մանրամասն ներկայացրել է Իսրայելի գործողությունների ծավալը, նշելով հարվածներն Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ միջուկային օբյեկտներին։ Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի ռազմական հարձակումը որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, մատնանշելով ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ եւ վերահաստատել իր երկրի դիրքորոշումը, կոչանելով բոլոր շահագրգիռ կողմերին օգնել կանխել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատ թարացումը։ Թուրքիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։ Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը Գազայի ժողովրդի նկատմամբ, նրա բոլոր գործողությունները, որ սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը եւ հարձակումը, որն է իրականացրել է Իրանի դեմ, ասված է փաստաթղթում։ Բանաձևում միջազգային բոլոր ինստիտուտներին եւ կառավարություններին կոչ է արվում պատասխանատվություն ստանձնել հիմնվելով միջազգային իրավունքի ու դիվանագիտության վրա։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վճռական եւ սկզբունքային դիրքորոշում կընդունի Իսրայելին կանգնեցնելու համար, նշված է փաստաթղթում։ Այսքանը ցտեսություն։